Քիչ առաջ տեսա, որ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է իմ գրած հրապարակմանը այն մասին, երբ ես գրել էի, որ այն կուսակցությունները, ովքեր միացել են այսպես կոչված եռագլուխ կուսակցության ընտրությունները չճանաչելու հայտարարությանը, նրանք կիսում են ընտրակաշառքի բաժանման քաղաքական պատասխանատվությունը, եւ իր խոսքում պարոն Մարուքյանը նշել է էական չի ով է ասում եւ մեջբերել է այն ինչ որ ես եմ ասում, իրականում չեմ կծում, կարելի է անունս հանգիստ տալ, բայց այստեղ այդքան անձնական հարց չի, ինչքան քաղաքական, որովհետեւ իմ ասած ընթանում է քաղաքական բան է, խոսքը ես գրած ստատուսի մասին է, եւ լսենք թե ինչ է ասում պարոն Մարուքյանը։ Իշխանության ներկայացներից մեկը էական չի ով գրում է, որ այն ուժերը, որոնք հայտարարություն են իրար հետ ստորագրել, այն ուժերի, ովքեր ենթադրյալ ընտրակաշառք են բաժանել, այն մյուսներն էլ նրանց ընտրակաշառք բաժանելու համար այդ արատավոր պրակտիկայի համար պատասխանատվություն են կրում։ Պարոն Մարուքյան, խնդրեմը այն չի, որ դուք չեք ընդունում ընտրությունների արդյունքները։ Մի կողմ դնենք, որ ընտրությունների արդյունքները դրանք լեգիտիմ են, որովհետև առնվազն եթե բոլոր այդ վեճերը դնենք մի կողմ վերահաշվարկ եւ այլն, մեծամասնությունը, այսինքն 50+ մանդատ կփան այսպես թե այնպես ունի, անկախ որևէ վերաքվեարկության վերաբերյալ վեճից, այսինքն խորհրդարանը ձևավորվելու, կառավարություն ձևավորելու, բյուջե ընդունելու, կառավարության ծրագիր ընդունելու, օրենքներ ընդունելու լիազորությունները քաղաքացիական պայմանագիրը ամբողջությամբ ուներ այսպես թե այնպես, եւ այստեղ խնդիրն է, որ դուք եւ մյուս քաղաքական ուժերը, ովքեր միացել են այդ հայտարարությանը, դա ՀԱԿ-ն է նաեւ, ԱԺԲ-ն է, միասնության թևերն է եւ էլի մի քանի քաղաքական ուժեր կան, որոնք որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, բայց խնդիրն է թե ինչի չեն ճանաչում, որովհետեւ մի բանը ընդամենը 3 ընտրատեղամասի վերաբերյալ վերաքվեարկության իրավական վեճի մեջ մտնել եւ այդ հիմքով ինչ որ բան ասել։ Մեկ այլ բան է, երբ որ դու գիտես, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել եւ որտեղից գիտենք այն հրապարակումներից, որոնք որ արել են իրավապահ մարմինները, այսինքն այն մեղադրանքը, որ իշխանությունը դրա դեմը չի առել, տեղին չի, որովհետեւ բազմաթիվ քրեական գործեր, բազմաթիվ ձերբակալված մարդիկ կան, հետեւաբար իրավապահ մարմինները, հանրային իշխանությունները իրենց գործը արել են, այլ բան է, որ դրա մասշտաբն այնքան մեծ է, որ այն չէր կարող ազդեցություն չունենալ ընտրությունների պատկերի վրա եւ ընդդիմության քվեների մեծ մասը այո ընտրակաշառքի արդյունքում է ձևավորվել եւ այստեղ խնդիրն է, որ դուք դա ամբողջ քարոզարշավի ընթացքում չեք նկատել եւ ընտրություններից հետո չեք անցել խորհրդարան դուք եւ բազմաթիվ ուժեր